ստացեք։ Ամոթը այնտեղ է, որ մենք այսօր ստեղ հավաքվել ենք, քննարկում ենք, հարցեր ենք քննարկում, իսկ ժողովուրդը այսօր արտագաղթում է, եթե քաղցից չգիտի իր երեխային ինչպես կերակրի։ Ամոթը ձեզ, որ այստեղ հավաքվել եք եւ այստեղ պնդում եք։ Ամոթը նորից եմ ասում, ձեզ որ Սերժ Սարգսյանի թիմի մեջ է։ Մի անգամ գոնե ողջամիտ ելույթ ունեցեք եւ շատ մի տանջեք, եթե խորհրդարանը համաձայնի ձեր ձայնագրությունը, որովհետեւ նույն ելույթն եք ունենում, բանագրամա միշտ կտեղադրեք կլսի ժողովուրդ։ Չի կարելի ազգային ժողովի ամբիոնը խղճուկ ինչ-որ ժանրային բոլոր հնարավորություններից դուրս ելույթներ ապահովել։ Ճիշտ ասած թողեցի ելույթ ունենալ, որպեսզի ժողովուրդը տեսնի, որ չի կարելի նման հանգամանքներում նման մարդկանց ընդունել։ Ասում է հանրապետականը ասեց, որ Ղարաբաղը տալու ենք, բայց հանրապետականը նաև ասեց, որ նման դեպքերում դեղ ընդունեք, Տիկին Կոստանջան, մի ապակողնորոշեք ժողովրդին։ Այժմ եզրափակ